Հակարի կամրջի վրա ավարտվեց տարիներ շարունակվող ծանր սպասումը։ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը եւ Վագիվ Խաչատրյանը Ադրբեջանի համապատասխան մարմինների կողմից հանձնվեցին Հայաստանի ներկայացուցիչներին եւ արդեն գտնվում են ՀՀ տարածքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս գրառումն իսկական իրարանցում առաջացրեց հանրության շրջանում։ Ուրախությամբ լցրեց ոչ միայն նրանց հարազատների, այլև յուրաքանչյուր հայի սիրտը։ 4 գերիների վերադարձն անսպասելի էր։ Չնայած Հայաստանի իշխանությունը պարբերաբար վստահեցնում է, որ մեր հայրենակիցների վերադարձի հարցը քննարկվում է բոլոր ֆորմալ եւ ոչ ֆորմալ հանդիպումների ընթացքում։ Այն բոլոր բանակցությունների առանցքային թեման է։ Վարչապետն ավելի ուշ մեկ այլ գրառմամբ տեղեկացրեց, որ նախնական զննությամբ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը եւ Վիգեն Էուլջեքչյանն առողջական խնդիրներ չունեն։ Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նրանք բոլորն էլ տեղափոխվել են Երևան բժշկական հետագա զննության եւ անհրաժեշտ գործընթացների համար։ Վագիվ Խաչատրյանը Նորքմարաշ սրտաբանական հիվանդանոցում բուժզննում անցնելուց հետո իրեն այցելած առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հարցին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանել է. Հայաստանում եմ, ուրեմն արդեն լավ եմ։ Առողջապահության նախարարը նշել է, որ վերադարձած անձանց առողջական վիճակը գտնվում է բժիշկների ուշադրության կենտրոնում եւ անհրաժեշտության դեպքում կապահովվի ամբողջ ծավալով բուժօգնություն։ Նրա վիճակը այս պահին իր քրոնիկ վիճակի հետ կապված նորմալ վիճակով։ Պարբերաբար ստուգվել է Ստեփանակերտում, հետազոտությունների արդյունքով հայտնաբերել է այդ խնդիրը։ Այս պահի դրությամբ ունենք տվյալ իրավիճակի թեթև սրացում, այդ իսկ պատճառով կգտնվի կլինիկայում, կիրականացվեն համապատասխան հետազոտություններ։ Բաքվի գերությունից ազատված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը շտապ ժամանել է Հայաստան։ Ամուսնու հետ հնարավորինս շուտ հանդիպելու համար։ Զվարթնոց վերջինս լրագրողների հետ չկարողացավ շփվել։ Ուրախության արդյունքներից խեղդվող ձայնով միայն կարողացավ ասել. «Անչափ երջանիկ է, ուզում է տեսնել Վիգենին, դա ամենակարևորն է»։ Ես շատ ուրախ եմ։ Հիմա միակ բանը, որ ուզում եմ, հնարավորինս շուտ նրան տեսնելն է։ Լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը Բաքվի բանտում 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել։ Նա գերեվարվել էր Գորիս Բերքաձոր ճանապարհին 44-օրյա պատերազմի հրադադարից հետո։ Հուզիչ է նաև Գևորգ Սուջյանի առաջին հրապարակային գրառումը հայրենի հող ոտք դնելուց հետո։ Ես ձեզ չեմ լքել, տղաներ, հոգիս թողել եմ ձեզ հետ, քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու։ Գրել է նա խոստանալով նոր կյանք, նոր պայքար եւ հավատ, որ խենթերն են պտտում մոլորակն առաջ։ Նա մյուս գերի Դավիթ Դավթյանի հետ գերեվարվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Լաչինի միջանցքում հրադադարի համաձայնագրի կնքումից հետո։ Այսօր ես ոտք դրեցի իմ երկրի սուրբ հողին ու այսօրը իմ համարանգին է, ու ես վայելում եմ այսօրը, փայփայելու եւ մեծարելու եմ այսօրվա ամենակնդարթը։ Այսօր միտքս լցնում եմ անծայրածիր երազանքներով, որպեսզի էլ տեղ չմնա վախին, կասկածին։ Չեմ կարող այլևս չի լինելու, միշտ ձգտելու եմ ավելիին, քանզի լավագույն աճի համար նախ պիտի ընդարձակեմ մտքի սահմանները։ Այսօրվանից վերհիշելու եմ, որ մինչև առավելությունս չդառնա կյանքիս մոլուցքը, շնորներս երբեք էլ չեն վերածվելու փառքի, եւ մինչև այլոց ծառայելու ծարավը չգերազանցի հոգուս անվստահությունները, զրկվելու եմ օգտակարության թանկարժեք ժամերից։ Այսօր կառավարության նիստից հետո գերիների վերադարձի մասին խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ այս գործընթացը կարևոր քայլ է եւ շարունակական ուշադրության կենտրոնում է լինելու։ Ինչ վերաբերում է նույն օրը Հայաստանում պահվող սիրիացի վարձկանների վերադարձին եւ այս երկու իրադարձությունների հնարավոր փոխկապակցվածությանը, ապա Փաշինյանն ասել է. Այդ երկու իրադարձությունները իրար հետ կապ չունեն։ Մենք ուզում ենք եւ աշխատում ենք նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ եւ այդ թվում մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը ավելի նպաստավոր կդարձնի։ Տեղի ունեցածի կապակցությամբ միջազգային արձագանքը չուշացավ։ Եվրոպական միությունը ողջունել է Ադրբեջանի կողմից Վագիվ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի եւ Վիգեն Էուլջեքչյանի հանձնումը Հայաստանին։ ԵՄ արտաքին կապերի եւ անվտանգության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը X-ի սոցիալական ցանցում նշել է. Սա կարևոր քայլ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում։ Եվրամիությունը կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին։ Կանադայի արտգործնախարարությունը եւս ողջունել է Ադրբեջանի կողմից 4 հայի ազատ արձակումն ու նրանց վերադարձը հայրենիք։ Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից 4 հայ բանտարկյալների ազատ արձակումը որպես դրական քայլ Հարավային Կովկասում արդար եւ կայուն խաղաղության ճանապարհին։
Այնուամենայնիվ դեռ մոտ 2 տասնյակ հայգերիներ շարունակում են մնալ Բաքվի բանտերում։ Նրանց ազատ արձակման ու վերադարձի ուղղությամբ բանակցությունները եւս շարունակվում են։ Այս 4 գերիների վերադարձը ամենօրյա համբերատար ու տքնաջան աշխատանքի արդեն տեսանելի արդյունքն է։ Սա նոր կյանքի սկիզբ է վերադարձածների եւ չմարող հույսի շող դեռ Բաքվի բանտում մնացած մեր հայրենակիցների համար։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։